Խնդրում տրված է, որ i-ից j տառերի տակ թաքնված են 0-ից 9 թվանշանները, այսինքն ամեն թվանշանին համապատասխանում է այս տառերից մեկն ու մեկը։ Մենք չգիտենք, թե որ տառին որ թվանշանն է համապատասխանում, բայց կարող ենք դա պարզել հարցերի միջոցով, հա։ Մենք հարցնում ենք, թե մի քանի տառերի գումար ինչ է հավասար, ու մեզ պատասխանում են կրկին ծածկագրված տառերի միջոցով։ Օրինակ, եթե a-ն հավասարն էր 9-ի, b-ն հավասարն էր 1-ի եւ c-ն հավասարն էր 0-ի, ու մենք հարցնենք, թե ինչի է հավասար a + b + c-ն, մի քանի տառի գումար, հա, քանի հատ ուզում ենք։ Ապա մեզ կպատասխանեին 10, չէ՞, իսկ 10-ը ծածկագրով b-ն 1-ն էր, c-ն 0, կգրվեր bc։ Ուրեմն a + b + c հարցին կստանայինք bc պատասխանը։ Իհարկե, եթե մենք չգիտենք, որ a-ն 9-ն է, b-ն 1-ը, c-ն 0-ն, միանշանակ չենք կարողանա ասել, որ հենց b-ն ու c-ն 1-ն ու 0-ն են, բայց թողնենք դա մի կողմ ու հասկանանք, որ նման ալգորիթմով է աշխատում համակարգը։ Ու պետք է օգտվելով դրանից 5 հարցերի միջոցով գտնենք, թե որ տառը որ թվին է համապատասխանում։ Դե առաջին քայլով անենք այնպիսի գործողություն, որի պատասխանը հստակ գիտենք, թե ինչ է ստացվելու։ Իսկ ամենապարզ այդպիսի գործողությունը բոլոր տառերը իրար գումարելն է, չէ՞։ Եթե այն գումարենք b, գումարենք c, գումարենք d, գումարենք e, f, g, h, i եւ j, ապա փաստորեն իրար ենք գումարել 0-ից 9 թվանշանները, որը տալու է 45։ Դե ինչ տառեր էլ հայտնվեն, մենք գիտենք, որ առաջինը 4-ն է, երկրորդը 5-ը։ Ենթադրենք հայտնվել է bc, ուրեմն b-ն 4-ն է, c-ն 5-ը։ Ու եթե մենք b-ն ու c-ն իրար գումարենք, այսինքն 4-ի ու 5-ի տառերը, ապա ստանալու ենք 9, չէ՞։ Ինչ տառը դրանից հետո ստանալով առաջին երկու տառերը դրանք իրար գումարելով, կստանանք, թե որ տառի տակ է թաքնված 9։ Ենթադրենք ստացել ենք j։ Հաջորդ քայլով արդեն 3 հայտնի տառերը գումարենք։ B-ին գումարենք c, գումարենք j։ Ստացվի, որ 4-ին գումարել ենք 5, գումարել ենք 9։ Ու ստացել ենք 18։ Ու կգտնենք, թե 1-ին ու 8-ին որ տառերն են համապատասխանում, հա։ Ենթադրենք ստացել ենք HA։ Այդ դեպքում h-ը 1-ն է, a-ն 8-ը։ Ու գումարենք a-ին b, c, j ու h։ Դե a-ն 8-ն էր, b-ն 4-ն էր, c-ն 5-ն էր, j-ն 9-ն էր, իսկ h-ը 1-ը։ Այսինքն ինչ է լինի, մենք ինչ տառեր ստանանք, դրանք են գումարում։ Պարտադիր չի, որ ստանանք HA, հա, եթե HA-ի տեղը ստանենք i f, ապա կրկին նույնը կանենք։ Ու այս դեպքում ստանում ենք 27, այսինքն գտնում ենք, թե ինչ տառեր էին թաքնված 27-ի տակ։ Ենթադրենք հենց ij ստացանք։ Եթե այդ դեպքում այն գումարենք b, գումարենք c, գումարենք j, գումարենք h, գումարենք i եւ գումարենք j, ապա կստացվի, որ իրար են գումարել 8-ը, 4-ը, 5-ը, 9-ը, 1-ը, 2-ը եւ 7-ը։ Ու արդյունքում մենք ստանալու ենք 36։ Ու 36-ի տակ էլ թաքնված է լինելու նոր ստացված տառերը, հա։ Y-ին համապատասխանելու է 3-ը, D-ին համապատասխանելու է 6-ը, եթե ստանանք օրինակ YD։ Ու սա կլինի մեր փաստորեն 5-րդ հարցը, որի միջոցով մենք 9 տառերի տակ թաքնված թվերը կստանանք։ Մեր դեպքում հասկացանք, որ A-ի տակ 8-ն է, B-ի տակ 4-ը, C-ի տակ 5-ը, D-ի տակ 6-ը, Y-ի տակ 3-ը, F-ի տակ չգիտենք, թե ինչ է թաքնված, J-ի տակ 7-ը, H-ի տակ 1-ը, I-ի տակ 2-ը եւ J-ի տակ 9-ը։ Նույնը կստացվեր անկախ թե ինչ տառեր ստանենք, հա, միայն առաջին գործողությունները միշտ լինելու նույնը, դրանից հետո կախված տառերից գումարելու ենք բոլոր հայտնի տառերը ու ստանանք նոր տառերի տակ թաքնված թվանշանների վերաբերյալ տեղեկություն։ Ու վերջում անհայտ տառի տակ էլ պարզ է, որ թաքնված է 0-ն, որովհետև միայն 0-ն է մնացել։ Նման ալգորիթմով մենք միշտ էլ կարող ենք գտնել, թե որ տառը որ թվին է համապատասխանում։